Գծով աչքերի պատճառով հեռուստասերիալում ճակատագրի հարվածներն աննախադեպ հաճախությամբ շարունակում են իջնել հերոսների վրա։ Արամն ու Ռեբեկան վերադառնում են գյուղից հոգնած ու հուսախաբ։ Նրանք չեն կարողացել գտնել Եվային, սակայն իրական պատճառը, թե ինչու են այդքան շտապ վերադառնում հետ, հայտնի է միայն Արամին։ Ճանապարհին Արամը Ռեբեկային ասում է ճշմարտությունը։ Բացահայտում է, որ իրենք այսքան հապճեպ վերադառնում են, քանի որ Էլլային վրաերթի են ենթարկել։ Ռեբեկան քարանում է։ Նրա սիրտը սկսում է թրթռալ անվերահսկելի արագությամբ։ Միակ ցանկությունը հնարավորինս շուտ հասնել հիվանդանոց, իմանալ քրոջ վիճակը եւ լինել իր ընտանիքի կողքին։ Հիվանդանոցում մթնոլորտը ծանր է, բոլորը այնտեղ են։ Բժիշկները մի քանի անգամ վիրահատում են Էլլային։ Ժամեր անց վերջապես դուրս է գալիս բժշկուհին։ Հանգիստ, բայց անհույս ձայնով հայտնում է, որ Էլլայի վիճակը ծանր է եւ չի բացառվում արթնանալուց հետո նա չկարողանա քայլել։ Սա արդեն սոսկ վթար չէ։ Սա ընտանիքի ողբերգությունն է։ Սարոյանն ու Նարինեն ընկղմված են ցավի մեջ, բայց Սարոյանի միտքը շարունակ սլանում է դեպի մեկ վարկած։ Սա պատահական չէր։ Նա համոզված է վրաերթի հետևում կանգնած են Գարիկի պարտքատերերը։ Սա ոչ թե պատահական բախում էր, այլ նախապես հաշվարկված հարված։ Այդ մտքերով Սարոյանը Արմանին դուրս է անում հիվանդանոցից։ Նա հասկանում է, որ Արմանն իրեն կրկին խաբել է, թաքցնելով Գարիկի պարտքերի մասին ճշմարտությունը։ Ու հիմա այդ ստի հետևանքները վտանգել են իր ընտանիքի անդամի կյանքը։ Հիվանդանոցում այս ամենի կիզակետում ներկա է նաև Սարան։ Նա փորձում է ուժեղ լինել, բայց հենց այդ պահին ստանում է մի անսպասելի հաղորդագրություն Եվայից։ Վերջինս անցել է ընդհատակ, բայց շարունակում է գործել, նպատակ ունենալով բաժանել Գորին ու Սարային։ Նախորդ հանդիպման ժամանակ նա հստակ զգացել էր՝ Սարան իրեն չի հավատում, եւ դա բավարար խթան էր անցնելու հաջորդ քայլերին։ Գորը չկարողանալով կապ հաստատել Եվայի հետ, ձևացնում է, թե անկեղծ անհանգստանում է նրա համար։ Նա ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, ասելով, որ մտահոգված է եւ թող Եվան արձագանքի։ Իրականում նա դա արել էր, որպեսզի Եվան կապի դուրս գար իր հետ ու ինքը կարողանար վերահսկել իրավիճակը, բայց Եվան այս ամենը փոխում է իր օգտին։ Նա այդ նույն ձայնայինը ուղարկում է Սարային։ Վերջինս հիվանդանոցում դեռ ուշքի չեկած Էլլայի վրաերթից լսում է Գորի ձայնը լի ջերմությամբ, սիրով ու անհանգստությամբ, բայց այդ խոսքերն ուղղված չեն իրեն, այլ Եվային։ Սարան քարանում է։ Նրա ներսում տագնապը նորից բորբոքվում է։ Նա հավատում է Եվային եւ սկսում է կասկածել Գորի անկեղծությանը, հավատարմությանը։ Այսպիսով Սարայի ու Գորի հարսանիքը անորոշ ժամանակով հետաձգվում է, հաշվի առնելով թե Էլլայի վիճակը, թե այս ձայնային հաղորդագրությունը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Սարան լսելով այս ամենը։ Գրեք մեկնաբանություն։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ Լսի դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Ահաց ուժը խմի։ Վայ, ճիշտ անում։ Ճիշտ անում։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ ես մարդուն։ Թափտուն ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում։ Որ օրինակ, եթե ես նկարահանման պետքա լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում։ Որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ։ Ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location։ Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай։ Ես լավ գործընկերուհի ունեմ, չեք կարա պատկերացնեք։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին։ Դուք հասկանում եք ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոփակ։ Այս մեկի մեջ էլ կարանք հայտնվենք։ Այս մեկի մեջ էլ։
Շարժում անոն քեզ, բայց դրանց ռիսպոնդի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սառայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ չհարմարվեք նման պայմաններին։ Նայեք, հրնայեկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում։